Բարև ձեզ սիրելիներս, ուզում եմ պատմել երազներ, որոնք ամբողջությամբ չեմ պատմելու, միայն այն հատվածները, որոնք վերաբերում են հափշտակությանը, ժամանակներին եւ վերաբերում են բոլորիս, որովհետեւ տեսել եմ երազներ, որտեղ եւ անձնական եւ բոլորի համար տրված էին դրանք։ Պատմում եմ 3 երազից կոնկրետ հատվածներ, այսօր 12-ն է մարտի 2025 թվական։ Այս երազները ես տեսել եմ մարտ ամսի սկզբի օրերից 2 օր, 1 օր ընդմիջումներով, այսինքն իրար հետևից։ Ուրեմն տեսնում եմ մի երազ, որտեղ ես իմ հարազատների հետ եմ, ընկերների եւ այլն, իմ մասին եմ երազը տեսնում եւ երազի մեջ ես հասկանում եմ, որ մենք արդեն վերջին ժամանակներում ենք ապրում, վերջին օրերում ենք ապրում, ես այդ երազների մեջ զգում եմ, որ Աստված իմ հետ է, նա խոսում է իմ հետ, նա ինձ ուղղորդում է, ես նրանով առաջնորդվում եմ եւ ինչ որ գործողություններ եմ անում երազումս, Աստծուն եմ ես ծառայում ինչ որ կերպ ու ես հիշում եմ երազիս այս հատվածը ուզում եմ պատմել, որ ինձ մի մարդ ասում է, որ ես ինչ որ նոր բան անեմ, այսինքն ինչ որ մի բան անեմ իմ կյանքում եւ ես նրան պատասխանում եմ, առաջարկում է այդ բանը անել իմ կյանքում, բայց ես նրան պատասխանում եմ, ասում եմ կանեի եթե ժամանակ լիներ, բայց արդեն իմաստ չունի, որովհետև ընդամենը 4-5 ամիս է մնացել, դրանից հետո արդեն էլ չի ստացվի, մենք այստեղ չենք լինի, էլ իմաստ չունի հիմա ինչ-որ բան փոխել։ Այդ երազից հետո ես տեսնում եմ մեկ ուրիշ երազ, երևի մի օր հետո, որտեղ ստացվում է 4 երազից եմ հատված պատմելու, որտեղ ինձ նորից ինչ-որ մեկը ինչ-որ բան է առաջարկում իմ կյանքում անելու, լավ բան, բայց ես նրան ասում դե լավ դե, մի կես տարի բան մնաց էլի, որ այստեղ ենք, էլ ինչ իմաստ ունի, համ էլ տես վերջին օրերն ենք ապրում, էլ արդեն իմաստ չունի ինչ-որ նոր բաների հետևից գնալ, նոր բաներ անել, փոխել, ավելացնել ինչ-որ բաներ, ինչպես որ կա, թողենք այդպես։ Դրանից հետո ես տեսնում եմ մի շատ գեղեցիկ երազ, արդեն այդ հատվածը աչքերիս առաջ է միջև հիմա, կարծես ուղղակի գեղեցիկ նկար տեսած լինեմ։ Ես տեսնում եմ ծիրանենիներ։ Ես տեսնում եմ իմ մանկության բակը, փողոցը, որը հիմա նույնպես գրեթե նույն տարածքում եմ էլի ապրում, գրեթե միշտ լինում եմ այդ հատվածներում, այսինքն այդ ամենը ինձ շատ հարազատ է եւ երազը շատ քաղցր, անուշ էր, տեսարանը շատ գեղեցիկ էր ու ես տեսնում եմ իմ հարազատ տեղում, որտեղ որ ես ապրել եմ միշտ ծիրանենիներ։ Եվ ես հիշում եմ, որ մանուկ ժամանակ էլ կային այդ ծիրանենիները, երազումս հիշում եմ, բայց ու ամուսնուս հետ եմ այդ հատվածում կանգնած, նրան ասում եմ, գիտես, երբ մանուկ էի, այստեղ էլի ծիրանենիներ կային, բայց այսքան շատ չեն, ժամանակի հետ շատացան ծիրանենիները։ Ու ես տեսնում եմ այդ ծիրանենիները շատացել են, խտացել են ու նաև դրանք շատ ամուր են, շատ առողջ են, շատ փարթամ են, բայց ես զգում եմ երիտասարդ ամուր ծառեր են, իրենք երիտասարդ են դեռ, բայց շատ ամուր են, ուժեղ են ու փարթամ, ու այնքան առողջ են, ես նայում եմ ծառերին, ասում եմ ամուսնուս, առաջ էլ կային երբ փոքր էինք, բայց այսքան շատ չէին, այսքան լավ չէին, այսքան ուժեղ չէին, այսքան փարթամ չէին, ու երբ ասում եմ այդ խոսքերը, ես սկսում ուշադրություն դարձնել, որ ծառերը շատ կանաչ են ու նրանց վրա ծիրանենիներ են, պտուղներ են։ Մենք ասում ենք ցոգոլ, ճիշտ է, ցոգոլի ժամանակով են, բայց չափսով արդեն ցոգոլի չափսով չեն, հասած մեծ ծիրաններ են։ Ու նայում եմ, ասում եմ, «Էս ինչ սիրուն են, առանց այսքան սիրուն չէին»։ Այսքան սիրուն պտուղ երբեք չի եղել այս ծառերի վրա։ Էս ինչ սիրուն են, ոնց որ նկարած լինի, ոնց որ պատրաստած լինի ձեռքով հատուկ, ասում եմ ինչպես են այսքան սիրուն պտուղները։ Ու ավելի ուշադիր եմ դառնում, տեսնում եմ, որ ամեն հատիկից մի պտուղի տեղից 2 պտուղ է դուրս գալիս։ Ու նայում եմ, տեսնում եմ, որ բոլորն են այդպես, կրկնվում է, մի հատիկանոց չկա, բոլորը 2 հատ են պտուղները։ Հետո տեսնում եմ, որ նրանք այնքան խիտ են, մոտիկ են, ու ամուսնուս ասում, այս ծառի ճյուղերը ոնց են պահում այս ծառությունը, նման բերք ես երբեք չեմ տեսել այսքան տարիներին, ես այստեղ եմ մեծացել, ամեն տարի տեսել եմ այս ծիրանենիները, բայց այսքան բերք երբեք չի եղել ծիրանենիների վրա։
Ու նայում եմ ասում գիտես հավատես չի գալիս որ սրանք իսկական են իրական են այս ինչ գեղեցիկ են այս ինչ առողջ են բոլորը կանաչ գույնի են մեծ են եւ այնքան հարթ ու սիրուն էին ասում էի կարծես իրական չլինեն այսքան էլ գեղեցիկ ու հետո ամուսնուս ասում եմ տես հիմա մարտ ապրիլ ամիսն է ճիշտ է երազումս ասում արդեն պտուղները տվել է ու կանաչ են բայց չափից էլ մեծ են ասում բայց դու սպասիր հեսա կգա շուտով ծիրանի իսկական հասնելու ժամանակը ասում եմ դու գիտես չէ ծիրանը երբ է հասնում երբ է ամենաշատը բերքը առատանում այդ ամիսները ասում եմ դու գիտես չէ երբ են ամուսինս ասում է հա իհարկե գիտեմ ասում եմ այ հիմա կգա այդ ամիսները ծիրանի ու այս ամբողջ բերքը գույնը կփոխվի կանաչից, ծիրանը գույն կդառնա, կարմրավուն կդառնա, ոսկե գույն կդառնա, ասում պատկերացնում ես ինչ գույներ կդառնան։ Ու հետո դրանք ամենաշատը կհասնեն ու կթափվեն։ Ասում ու երբ որ կհասնեն, իրենց ամենահասած վիճակին կգան իրենք։ Այդ ժամանակ ամենասիրունը ու ամենահամովը կլինեն ու հենց այդ ժամանակ այս ամբողջ բերքը միանգամից թափվելու է գետնին։ Բերքա հավաքա լինելու, ասում բայց իրենք իրենց են թափվելու, մարդիկ չեն էլ հասցնում հավաքեն, իրենք իրենց ուղակի թափվելու են գետնին միանգամից։ Ես հասկանում եմ, որ այս երազը ամբողջ հափշտակության մասին է, ես հասկանում եմ, որ այս ամբողջ երազը բերքա հավաքի մասին է, երբ մշակը կհավաքի բերքը ու երբ կհասունանա այդ ժամանակը եւ ամուսնուս ասում եմ հիշիր այն ժամանակը, երբ ծիրանենին հասնում է ամբողջությամբ, դա որ ամիսներն են, ես ինքս նրան հարցնում եմ ու ասում եմ, ճիշտ է, հունիս-հուլիս ամիսները, կսպասենք, ասում եմ, սպասենք, տես ինչ բերք է լինելու, հետո ասում եմ նրան, բայց շատ է բերքը, ինչ լավ է, որ մեր սպասածից շատ է, երբեք այսքան բերք չի եղել։ Դրանից հետո արդեն երևի անցնում է մի 2-3 օր, ես տեսնում եմ արդեն ուրիշ երազ, նորից հափշտակության մասին եւ էլի պատմեմ այն հատվածը, որը որ կարելի ասել մարդկությանն է ուղղակի վերաբերում։ Ես տեսնում եմ ինձ, ես տեսնում եմ իմ տատիկ պապիկի գյուղը եւ ես հասկանում եմ, որ ես իմ տատիկ պապիկի գյուղը տեսնում եմ որպես աշխարհ ամբողջ եւ տեսնում եմ տատիկ պապիկների տունը, հին տունը, այսինքն իմ նախնիների տունը եւ նրանց հողամասերը, բայց ես հասկանում եմ, որ դա եւ նշանակում է իմ հայրենիք եւ նշանակում է երկիր, երկրագունդ, նախնիներ, հող ու ես տեսնում եմ, որ այդ ժամանակ ես ինքս մարդկանց փորձում եմ պատմել Հիսուսի մասին, նրանց ասում եմ, որ արդեն աշխարհի վերջին օրերն են, ապաշխարեք եւ փորձում եմ նրանց բացատրել, համոզել, տանել դեպի Աստված, բայց շատերը ուղղակի չեն գալիս դեպի Աստված չեն լսում ինձ։ Դրան զուգահեռ ես հասկանում եմ, որ Աստված ինձ տվել է գործ, ծառայություն, պատասխանատվություն ես ունեմ ու պարտականություն մաքրել այդ ամբողջ հողամասերը։ Ու ես դրանից այնքան ուրախ եմ, որ Աստված դա ինձ տվել է ու ես դա անում եմ։ Եվ գիտակցում եմ, որ ժամանակ չունեմ ու շատ արագ եմ ամեն ինչ անում, գլուխս կախ, ոչինչի չեմ նայում, ոչ միտեղ չեմ նայում, ես խոտերն եմ մաքրում այդ հողամասի, մշակում եմ, տեսնում եմ, որ խոտերը չորացած են, բայց ես խնամում եմ, մշակում եմ, հողը չորացած է, ջրված չի, ես խնամում եմ, մշակում եմ, մեջը լիքը աղբ կա, դրանք էլ եմ հավաքում արագ ու մի մարդ, բայց ես իրեն չեմ տեսնում, չեմ կարող ասել, որ դա մարդ է, ինչպես միշտ բոլոր երազներում, այդպես Սուրբ Հոգին խոսում է իմ երազներում, ես նրան երբեք չեմ տեսնում, բայց զգում եմ, որ հարազատ մեկն է ինձ։ Նա քայլում է իմ կողքով եւ խոսում է այդ ձայնը իմ հետ, ես գիտեմ, որ ինչ որ մարդ է հետս քայլում, բայց չեմ տեսնում նրան։ Նա սկսում է իմ հետ խոսել, հարցնել թե այդ ինչ եմ անում ես եւ այլն, այդքան ոնց եմ անում, ոնց եմ հասցնելու, չէ որ արդեն ժամանակ չկա, ես ասում եմ ոչինչ, ես արագ կանեմ, ես պիտի անեմ, որովհետեւ գիտեմ, որ Աստված սպասում է, որ ես դա կանեմ, ես պիտի հասցնեմ։ Նա ասում է, բայց դու հասկանում ես, նայիր, արդեն երեկո է մոտենում, չէ որ դու ժամանակ չունես, գիշերը պետք է հեռանաս այստեղից։ Ասում եմ, գիտեմ, ես պիտի հասցնեմ, նա ասում է, բայց դու այն մարդկանց էլ պետք է խոսես նորից, բացատրես իրենց ժամանակների մասին ու ասես, որ ապաշխարեն, ասում գիտեմ, դա էլ կանեմ։ Ես գործը թողում կիսատ վերադառնում եմ այդ մարդկանց մոտ, սկսում նորից խոսել, բայց տեսնում նրանցից շատերը ուղղակի անհույս ընկել են գետնին, ոչինչ չեն գիտակցում, չեն հասկանում, ինձ չեն լսում ու արդեն հույսս կտրած նրանցից, հետ են վերադառնում
ծառում այդ հողամասերը մշակելու, սկսում եմ մաքրել եւ այդ մարդը այդ ձայնին նորից է ասում, տես էստեղ աղբ է մնացել, արդյոք կհասցնես, տես երեկո է արդեն, ես ասում կհասցնեմ, ու սկսում աղբը արագ հավաքել հողամասի ծայրում եւ ինչ է ստացվում, ես մի պահ հեռանում եմ, գալիս եմ տեսնում, որ այդ աղբը, որ ես հավաքել էի հողամասի ծայրում, որ արդեն վերցնեի ու վառեի կրակի մեջ, որովհետեւ նույնիսկ իրական կյանքում ես հիշում եմ, որ իմ տատիկ պապիկի գյուղում բերքահավաքների եւ այլնի ժամանակ հավաքվում էր որոշ բաներ ու հենց հողամասում կրակ էր արվում ու մեջը վառվում էր ու այնտեղ կլինեին թեկուզ թղթեր, ճյուղեր եւ այլն ու նույն կերպ երազում ես եմ իբր պատրաստվում, որ այդ ամենը կվառեմ, բայց եթե հիշենք չէ որ Աստվածաշնչում կա չէ որ չորացած ճյուղերը, չորացած ծառերը այնինչ չոր է, այսինքն ավելի ճիշտ որ ասեմ, երբ Հիսուս Քրիստոսն ասում է որ ինքն է խաղողի վազը, մենք ճյուղերն ենք, չէ, չոր ճյուղերը հայրը կտրտում է եւ կարծեմ կրակի մեջ է գցում, չէ, եւ նաեւ կա որ երբ որ մշակը ցորենից առանձնացնում է այն սև հասկերը, դրանք կրակի մեջ է լցնում ինչքան որ հիշում եմ, միգուցե որոշ բառեր այնքան էլ ճիշտ չեմ ասում։ Այսինքն այդ խորհուրդներ, ես պետք է հավաքեի այդ չորացած խոտերը, ճյուղերը, թղթերը, աղբը եւ լցնեի կրակի մեջ ու ես միջև վերադառնում, տեսնում եմ, որ այն մարդը, որին ես չեմ տեսնում, բայց խոսում է իմ հետ, բայց ես գիտեմ, որ դա Սուրբ Հոգին է, նա արդեն այդ ամենը հավաքել էր, հեռացրել էր, վառել էր, ինչ որ մի նման բան էր արել։ Ու ես սկսում եմ մտածել ինչ անեմ, այնտեղ չորացած ծառեր կային, անպիտան, այնտեղ չոր խոտ կար, չոր հող կար, բայց ես ուղղակի հերթականությամբ ինչը հասցնում եմ, անում եմ ու մեկ էլ տեսնում եմ, որ արդեն գիշեր է, բայց երբ ես տեսնում եմ, որ գիշեր է, գրեթե լրիվ մթնում է արդեն, գիշերվա ժամը եւ ես ասում եմ վերջ, ես էլ ոչինչ չեմ կարող անել, ինչ արեցի, ես հիմա պետք է պատրաստվեմ, որ ինքս հեռանամ այստեղից, բայց ես հասկանում եմ, այստեղ ասելով ես հեռանում եմ ընդհանրապես, կարծես երկրից հեռանում եմ, որովհետեւ ես գիտեի, որ հեռանում եմ, այլևս չեմ վերադառնալու, բայց ուր եմ գնում կոնկրետ տեղը չգիտեմ, բայց ես պատկերացնում եմ, որ ես գնում եմ այնտեղ, որտեղ որ ես պետք է լինեմ, ու ես գնում եմ տան դարպասների մոտ, դարպասները դրանք շեմը, ամեն ինչի շեմը, չէ, մենք հիմա հափշտակության շեմին ենք ու ես գնում եմ դարպասների մոտ, դարպասի փոքր դուռը այսպես բացում եմ կիսատ, որ ինձ հեշտ լինի, որ հետո ամբողջ բացեմ ու դուրս գամ։ Եվ այնտեղ ես ինձ մի քանի իր եմ դնում, դրա մեջ կար կոնկրետ երկու բան եմ հիշում, որ հեռախոսի լարեր էին սպիտակ, ես դրանք վերցնում իմ ձեռքի մեջ, ասում եմ տանեմ, հետս թե չէ, հետո ասում եմ տանեմ, որովհետև ես որ գնամ պետք է կապ պահպանեմ երկրի հետ, աշխարհի հետ կամ այս տեղի հետ, խոսքերս չեմ հիշում հաստատ, բայց այնպես էր իմաստը, որ ես մարդկանց հետ պետք է այս տեղի հետ ես դեռ պետք է կապ հաստատեմ ու կապ պահեմ։ Այդպես եւ ես այդ բանին տեսնում եմ, որ լրիվ մթնեց։ Երբ լրիվ մթնում է, ես սիրտս խիղճս տանջում է, ես վազում եմ, որ հողամասերը նայեմ այդ հողերը, ես ինչ արեցի։ Ու վազում եմ հետ ու տեսնում եմ, որ ես ուղղակի մշակել եմ, բայց Աստված իր ձեռքով, այդ ինչ որ անտեսանելի ձեռքով իմ արածը, իմ մշակածը լրիվ ծաղկեցրել էր ու դա մեծ հողատարածք էր, շատ մեծ էր, մի հոգու համար շատ մեծ էր, այդ ամբողջ հողատարածքը ես տեսնում եմ այնպես է կանաչել, այնպիսի կանաչ խոտ է, որ լույս չէր արդեն, բայց ես տեսնում էի այդ կանաչը եւ այն փայլում էր ու ես կանգնում զարմանում եմ, ասում եմ միթե այս ինչ տեսակ խոտա, որ այսպես զմրուխտի կանաչա ու այսպես փայլում է ու ես հասկանում որ երկնքից ինչ որ աստղերի լույսներ թե ինչ էր լուսնի լույսներ չգիտեմ ընկնում է խոտերի վրա եւ այդ խոտերը հայլուպես այսինքն ինչ որ անրադարձնում են լույսը ու պսպղում են հետո տեսնում որ խոտերի մեջ մանր ծաղիկներ են աճել ու հետո տեսնում եմ որ էլ ոչ մի չորացած ծառ չկա ընդհանրապես ոչ մի ծառ չկա այնտեղ կային կոտրված ծառեր չորացած բներ չկա ոչ մի բան միայն առողջ կանաչ փարթամ բայց ջահել ծառեր էին ու ես ասում ախր ես սրանք չարեցի ես մենակ մաքրում էի մշակում էի այս խոտը այս գազոնը երբ հասցրեց տնկվի աճի երբ այս ծառերը այսպես դալարեցին այդ բան ես երազում ինքս հասկանում եմ նույնիսկ որ դա Աստծո ձեռքն է արել ու ես այնքան եմ ուրախանում իմ հավատը չի գալիս որ ես եմ այդ հողերը մշակել արել ու հիշում եք որ չէ որ մեզ Տերը ասել է որ դուք ցանեք սերմերը մնացածը ինքը կանի այսինքն դուք ձեր գործ արեք մնացածը Աստված կանի այդպես ու ես հասկանում եմ որ արդեն շատ ուշ է ես ինձ ասում եմ վայ արագացրու գիշեր է պիտի գիշերով հեռանաս որ թաքուն լինի
ես ասում եմ պետք է թաքուն հեռանամ, որ մնացողները չտեսնեն ես ինչպես հեռացա։ Տեսեք ինչ խոսքեր եմ ասում երազումս, որ մնացողները չտեսնեն ես ինչպես հեռացա։ Եվ ես բացում եմ դարպասները արդեն, բայց հենց բացում եմ դարպասները, տեսնում եմ, որ լույսը ուզում է բացվել, ես զարմանում եմ, ասում եմ, այդ ինչպես թե նոր գիշեր էր, ես ես ոնց ընկագործերով չհասկացա, որ արդեն լուսանում է, ու ես ինքս ինձ ասում եմ, Աննա, արագացրու, վազի ու էլ հետ չնայես, վազիր, որովհետև լույսը բացվում է, պետքա քեզ չտեսնեն մարդիկ, ովքեր որ մնում են։ Ու այդպես ես վազելով հեռանում եմ, արդեն ու էլ չեմ տեսնում ոչինչ։ Այս երազներս ուզեցի կիսվեմ ձեր հետ։